Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Ժամանակն է խոսել հաղորդաշարի տաղավարում այս պահին հյուրընկալում ենք Արթուր Միքայելյանին, ով գիտակից հասարակություն հասարակական կազմակերպության նախագահն է։ Պարոն Միքայելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք եւ պատրաստվում եք խոսել լրջագույն թեմայից, որը կարծում եմ թե համընդհանուր հետաքրքրություն է վայելում, որովհետև իրականում թեման հեռուստադիտողներին էլ հիշեցնեմ, շահումով on-line խաղերն են, ինտերնետային կոչված խաղերը, որոնցով նույնիսկ վերջերս լրատվականները, տարբեր լրագրողներ, անհատ առանձին լրագրողներ ներկայացնում են, որ քաղաքով քայլելուց է կտեսնես, որ նույնիսկ պարեկային ծառայության աշխատակիցները աշխատանքի ժամին շահումով խաղերի մեջ են հեռախոսներով։ Այսինքն համատարած երևույթ է մեր երկրում, մեծամասնությունը օգտվում է այս հնարավորություններից։ Սա ինչ է իրականում իրենից ներկայացնում։ Ուրեմն ասեմ, ինչ է իրենից ներկայացնում իմ պատկերացմամբ, հա։ Սա աղետ է, որը ներդրվել է մեր պետության մեջ։ Ժամանակին, երբ որ արեցին որոշակի օրենքի փոփոխություններ, կազինոները Երևան քաղաքից հեռացնելու, դրանց զուգահեռ ընդունեցին մի օրենք, որ մարդիկ կարող են այդ ամեն ինչից օգտվել հեռախոսային հավելվածների միջոցով։ Ինչը նշանակում քաղաքից հանեցին դուրս, բայց մցրեցին բոլորի տուն։ Այո, բարի իմաստով տուն։ Այո, մցրեցին բոլորի տուն։ Հիմա խաղում է եւ կինը, եւ տղամարդը, եւ տարեցը, եւ երիտասարդը, ու կապ չունի տվյալ մարդը որտեղ է աշխատում, ոստիկանը կամ սովորական բանվորը կամ ինչ որ մի ընկերությունում աշխատում, ընդհանրապես կապ չունի։ Այսօր շատերը, բարի բուն իմաստով, օրվա մի մասը, որոշ մարդիկ, նաև շատ մասը անցկացնում են այդ on-line խաղերի։ Կարող ենք վիճակագրություն ասել, օրվա մեջ քանի ժամ կարող է, մեծամասնությունը քանի ժամ է անցկացնում կամ որքան ժամանակ է անցկացնում, ընդհանրապես խաղում են ինչ նպատակով շահելու, թե սա մոլուցք է, արդեն կախվածության ակնհայտ երևույթներ, ինչ է սա իրականում մարդու մակարդակով քաղաքացու։ Ուրեմն ասեմ, 4 ամսից ավել է ես զբաղվում եմ այս գործով, շփվել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր խաղում են, որտեղ ինձ այդ մարդկանց հոգեբանությունն էլ է հետաքրքիր եղել, ինչի համար են իրենց խաղում։ Հավատացած եղեք, որ իրենց մեծ մասը խաղամոլներ չեն։ Սխալ կլինի ասել, որ խաղամոլներ են։ Ուղղակի մարդիկ տարված են իրենց պարտվածը ետ բերելու մոլուցքով։ Մարդիկ ուզում են, դա հավանական չէ, թե մաթեմատիկական հաշվարկներով, թե հավանականության տեսության, ոչ մի ձևով դա հավանական չէ։ Ուղղակի տվյալ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները իրենք շատ լավ հասկանում են հայի տեսակի բնավորությունը եւ մարքեթինգային շատ գործիքներ օգտագործելով շահում են այդ մարդկանց վստահությունը, չհատերտներով եմ ասում, մարդիկ խաղում են ու մտածում են, որ կարող է այս անգամ էլ իմ բախտը բերի։ Հա, բայց այդտեղ ես վստահաբար ասում եմ, որ միշտ եմ ես ասել, եթե մի բան ուրիշի համար բիզնես է, քո համար եկամուտ չի կարա լինի։ Հա, այս պարագայում, ասենք, հա, մարդիկ դատապարտված են պարտության։ Պարոն Միքայելյան, հարցը իրականում շատ խորքային է, գլոբալ է, պետության մակարդակով, ազգի, ժողովրդի, բայց սկզբից քննարկենք հենց մարդու տեսակից ելնող խնդիրները եւ այստեղ մի հարց եմ այսպես ուզում տամ, որովհետեւ փորձ որոշակի կա շփվել տարբեր նմանատիպ խաղերով տարված մարդկանց հետ եւ բոլորի մոտ մի հարց կա, բայց չէ որ մեկը ջեկպոտը շահել է։ Ես էլ կարող եմ չէ լինել, այդ ջեկպոտերի շահումը, սա իրականություն է, թե ուղղակի սարքած այսպես արհեստացին դեպքեր։ Ուրեմն ջեկպոտների մասով ես ասեմ հետևյալը, այս ոլորտում շատ մեծ է ֆինանսական չարաշահումները, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ինչ վերաբերում է ջեկպոտներին, վերջի 20 օրվա ընթացքում, 20-25 օրվա ընթացքում ես արել եմ մի ուսումնասիրություն ու փաստացի, փաստերով ես ունեմ իմ մոտ, որ մեկ անձը 15 օրվա մեջ այդ ջեկպոտ կոչվածը, ոնց որ դուք ներկայացրեցիք, ինքը շահել է մոտ 300 միլիոնից ավել մեկ անձը, օրվա ընթացքում, չգիտեմ, 2-3 ջեկպոտ է մարդը կրում, հետո հաջորդ օրը մի ջեկպոտ է ինքը նույն մարդը ասենք կրում, 15-20 օրվա մեջ 300 քանի միլիոն դրամ մեր հասարակական կազմակերպության Facebook-յան էջում գրված է ու հետո էլի անցնում է մի օր, 2 օր ու տվյալ մարդը նորից շահում է։ Ես մեր քաղաքացիներին ուզում եմ ասեմ, ժողովուրդ մի խաղացեք։ Շանս չկա ակնհայտ է, որ սա չի կարող լինել իրականություն։ Որտեղ այստեղ հաղթում են յուրայինները, դուք պարտվում եք ձեր գումարը,
դուք պարտվում եք ձեր գումարը, բայց հաղթում են այն մարդիկ, ով պետք է հաղթի։ Դուք երբեք չեք հաղթելու։ Սա միանշանակ է, ուղղակի վերջ տվեք այդ խաղերին, այդ գումարը, որը որ դուք պետք է տաք ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին, ավելի լավ է ծախսեք ձեր ընտանիքի բարօրության համար։ Սա իրապես աղետ էր ու դեռևս վերջը չի երևում այս ամենի։ Լավ, պետությունը արդյոք չի հասկանում, պետությունը ասում ենք հասկանում ենք իշխանություն, արդյոք այս իշխանությունը չի հասկանում, որ սա աղետ է։ Աղքատությունը գնալով աճելու է, հանցագործությունները գնալով աճելու են, որտեղ այն մարդը, որը ստաբիլ խաղում է եւ ստաբիլ պարտվում է, չի կարող հանգիստ շարունակել այլ գործունեություն, ընտանիքում կլինեն խնդիրներ, մի խոսքով բոլոր հարթություններում, մակարդակներում խնդիրները ապահովված են։ Սա արդյոք չի հետաքրքրում պետությանը, թե գիտակցում են, հասկանում են, որ սա խնդիր է, բայց անտեսում են միտումնավոր։ Ուրեմն ասեմ կարճ այսպես, ես այստեղ տեսնում եմ համակարգային շատ մեծ ու շատ լուրջ կոռուպցիա։ Այստեղ պետությունը ոչ թե չի հասկանում, այլ ինքը հասկանալով լռում է, որովհետև ինքը գիտակցում է ինչա կատարվում։ Բերեք պարզ օրինակով ես փորձ եմ բացատրել ու հիմնավորել այն ամեն ինչ ասացի, ուրեմն ամիսների ընթացքում ոլորտում ծանոթ լինելու համար ոլորտում գոյություն ունի 4 ընկերություն ընդհանրապես։ 4 ընկերություն, որից հիմնականը 3-ն են։ Այն մյուսը ուղղակի մարդիկ մտնում են խաղում են, իր դիրքը շատ քիչ է, ասենք ընդհանուր շրջանառության ընդամենը երևի 3-4-5%-ն է ինքը տանում։ Մնացած առյուծի բաժինը ընկնում այդ 3 ընկերությանը, կարելի է նրանց որ մոտ հավասարաչափ բաժանել, մի քիչ տարբերությամբ։ Տեսեք, պետությունը չնայած նրան, որ այս ընկերությունները բոլոր իրենց խաղադրույքները ընդունում են բանկային քարտերի միջոցով եւ վճարում են բանկային քարտերին, ինքը տեղեկություն չունի, ասում եմ բառացի, չունի ոչ ՊԵԿ-ը, որը վերահսկող մարմին է, ոչ ֆինանսների նախարարությունը, որը լիազոր մարմին է, ոչ ազգային անվտանգությունը եւ չունի կենտրոնական բանկը բառացիորեն տեղյակ չեն, թե այդ գումարները որտեղից են եկել եւ ում են գնացել։ Իրանք ասում են մենք չունենք, նման ինֆորմացիա չունենք։ Մենք ունենք գումար, իսկ գումարների թիվը չգիտեմ։ Հիմա փորձենք, եթե ինչ-որ մի հատ խանութ կամ կրպակ, ասենք փոքր միջին ձեռնարկատեր փորձի ինչ-որ մի բան վաճառի եւ հստիչ դրամարկղային կտրոնը չտա, միանգամից հարկային մարմինների աշխատողները կանգնած կլինեն նրա կողքին, բայց այս ոլորտում շրջանառվում է այն կարգի մեծ գումարներ։ Ես բերեմ պարզ օրինակ 2018 թվականից մինչև 2024 թվականի դեկտեմբերը ոլորտի շրջանառությունը կազմել է 26 տրիլիոն դրամ։ 26 տրիլիոն դրամ, 26.5 եթե չեմ սխալվում, մոտ 26-ն էլ վճարել են խաղացողներին։ Անցած տարի, միայն անցած տարի եղել է 7.1 տրիլիոն։ Այս ոլորտը աճում է աստղաբաշխական տոկոսներով։ Ասենք չկա աշխարհում ոչ մի երկիր, ես ուսումնասիրել եմ շատ երկրների փորձը, նրանց զարգացման տենդենսը եւ այլն։ Ասենք ոլորտը ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում ունեցել է իրոք աճ։ Այդ աճը եղել է 10.4, 10.4-ից 10.8%, բայց Հայաստանի Հանրապետությունում դա ամեն տարի։ Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտը աճել է, չգիտես ոնց, 2037%-ով։ Բայց մենք ոչ այդքան բնակչություն ունենք, ոչ այդքան ունակ, կարող ունակ ֆինանսական առումով եւ արդյոք սա օրենսդրական դաշտի բացակայությունը կամ ոչ համարժեք վերահսկողությունը չէ, որ սրա պատճառը պետության անգործությունն է, դրա համար ես ասում եմ, երբ որ արդարադատության նախարարը կամ պետական այլ չինովնիկներ, երբ որ ասում են չկա համակարգված կոռուպցիա, պատրաստ եմ յուրաքանչյուրի դեմքին նայելով ապացուցել, որ կա համակարգված կոռուպցիա այս մասում։ Պատրաստ եմ ամեն ինչը ապացուցելու։ Երբ որ իրեք ընկերության պետությունը չի կարողանում վերահսկի, ուրեմն տվյալ պայմաններում իրանք անցած տարի եղել է ավելի շատ նրանց շրջանառությունը, քան մեր պետական պարտն է, 17.5 միլիարդ դոլար։ Երբ որ չի կարողանում այդ ընկերություններին ինքը վերահսկի, այդ ժամանակ մենք կանգնած ենք խնդրի առաջ, լավ, ինչա կարողանում անի։ Ինչա կարողանում անի։ Այսօրվա դրությամբ մենք Էլի եմ ասում, մեր երկիրը կանգնած է ինձ վտանգի առաջ, որ ամբողջ աշխարհում միգուցե ահաբեկչության փողեր են լվանում։ Չգիտեմ ես։ Դատախազությունը թող պարզի։ Տրամաբանական չի ուղղակի միգուցե այդ մեծ գումարները մարդիկ կան սովորական մարդիկ, ինչ այլոց շատերը կան, որ իրենք խաղում են, իրենք պարտվում են, իրենք
ինքնասպանության ելքն են գտնում, ամբողջ աշխատավարձը խաղում են, վարկեր են հավաքում, խաղում են, ում սեփականություն են վաճառում եւ խաղում են, դա միանշանակ է։ Մարդիկ կորցնում են ամեն ինչ, բոլորը տեսնում են ու այս դժբախտության վրա աշխատած փողը տվյալ մարդիկ վայելում են։ Այստեղ հարցը այն չի, ով ինչ անում։ Պետությունը ստեղծված է նրա համար, որ ինքը պաշտպանի իր քաղաքացիների շահերը, ոչ թե ինքը հանդես գա, ասենք 1-2 ընկերության շահերից։ Այդ ընկերությունները թող աշխատեն, բայց աշխատեն օրենքի շրջանակներում։ Այստեղ չկա այդ մարդիկ ոչինչ չեն անում։ Ընդհանրապես շահումով խաղերը կարող են լինել օրենքի շրջանակում, արտասահմանում նման փորձ կա, թե չէ, եւ ինչ այլ ռիսկեր կան, ինչ հետաքրքրություններ պիտի ունենային եւ որտեղից պիտի շոշափեին, զգային այս բացը Հայաստանում, որ այս ընկերությունը այսպես համարձակորեն մտնեին եւ ծաղկեին ու զարգանային մեզ։ Ասեմ, աշխարհում շատ կա փորձ, դրական փորձ, որը կարելի է ներդնել նույն Հայաստանում, ասենք լավ փորձ ունի եւ Անգլիան, լավ փորձ ունի եւ Գերմանիան, որտեղ օրինակ Գերմանիայում կա սահմանափակում։ Օրինակ յուրաքանչյուր մարդ ամսվա կտրվածքով չի կարող նման խաղերի վրա ծախսել X գումարից ավել, որտեղ կա բանկային սահմանափակումներ, որը որ թույլ չի տալիս։ Իսկ այստեղ մեր երկրում չկա ոչ մի տեսակի սահմանափակում, չկա, ասենք, չկա ընդհանրապես ոչ մի տեսակի արգելք իրենց համար։ Տեսեք, չէ, հիմա ես վերադառնամ ձեր հարցին, ինչի է պետությունը մեղավոր ու ինչի համար այստեղ կա համակարգային կոռուպցիա։ Այս ոլորտին վերաբերվող այսօր մենք ունենք գործող 3 օրենք։ Վերջի օրենքը, որը ընդունվեց 1 թե 2 տարի առաջ, ինքը պետքա ուժի մեջ մտնի այն ժամանակ, երբ որ ընտրեն օպերատոր։ Բայց այդ օպերատորի համար նախատեսված մրցույթային կարգ եւ այլն, դա պետքա արդեն ընդունված լիներ կառավարության կողմից մինչեւ մարտի 1-ը այս տարվա, որը որ չի ընդունվել ու այդ օրենքի ճակատագիրը պարզ չի։ Այսինքն օրենքը գրված է, պարզապես 3 օրենքով, ասենք, ոչ մի բան չկա։ Պետությունը ամեն ինչ անում է, ոչ թե պետություն, ես այս իշխանությունը պետություն չեմ համարում, հա, այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ այդ ոլորտը մնա բարձի թողի վիճակում։ Ժամանակ առ ժամանակ խոսում են որոշակի բաներ իրենց մասին, բայց ընդհանուր հետո գալիս է, ասենք, մինենց վիճակ, որ մարդիկ են կանգնում, սովորական մարդիկ են կանգնում փաստի առաջ։ Ասենք ինքնասպանության դեպքերը, ասենք, շատ են եղել։ Հայրասպանություն, խաղամոլ երիտասարդի Չունեմ ես ստատիստիկան, թե քանի հոգի են այդ մասով ինքնասպանություն գործել, բայց ես կարող եմ մի թիվ ասեմ, ամեն վայրկյան, եթե անցած տարվա թվերը վերցնենք ու բաժանենք ամբողջ տարվա ընթացքում, թե քանի վայրկյան կա, ամեն վայրկյան Հայաստանի Հանրապետությունում դրվել է $35,000 խաղադրույք ու ըստ պետական տվյալների 34.5 էլ վճարվել է խաղացողներին որպես շահում, ամեն վայրկյան։ Ուշադրություն դարձրեք այս թվին։ Ահռելի են թվերը, ահռելի մեծ թվեր են։ Մարդիկ, ելի եմ ասում, դա շատ դեպքերում մեր քաղաքացիների գումարներն են, դա մեր քաղաքացիների աշխատանքն է, որ նրանք ոչ թե խաղամոլ են, այլ ուզում են ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում ինչ որ մի պահի մտել են իրանք դրա մեջ, հետ բերեն իրանց պարտվածը։ Ու մի կարևոր բան եմ ես ուզում շեշտեմ, հա։ Աշխարհի շատ երկրներում կա կառույց, որը պաշտպանում է տվյալ խաղացողների շահերը։ Չկա Հայաստանում նման բան։ Հայաստանում գոյություն չունի նման բան, որ այս ինտերնետ շահումով խաղերի մասնակիցների շահերը պաշտպանեն։ Ես խաղերի մասնակիցներից մեկի կողմից ահազանգ ստացա այս վերջերս, ես անունը չեմ տալիս այդ ընկերության, բայց փաստացի հեռախոսազրույցը ես լսել եմ տվյալ ընկերության հետ։ Մարդը զանգում է ընկերություն ու ասում է, դիտեք ինչ, ես ուզում եմ արգելափակել իմ հաշիվը, քանի որ ես պարտվել եմ շատ մեծ գումարներ ու այդ ֆոնի տակ պահ է գալիս, ես ուզում եմ իմ առողջությանը վնաս տամ, ես նույնիսկ դիմել եմ կախվածության կենտրոն, ունեմ բժշկի թուղթ հոգեբուժից, որ ինձ չի կարելի խաղալ, ես եթե բերեմ այդ թուղթը, դուք կարգելափակեք իմ հաշիվը 20 տարով ու պատասխանը գիտեք ինչ է։ Ասում եմ, այո, կարգելափակենք, բայց 5 րոպե հետո դուք կարող եք մտնել կողքի գրասենյակ ու նորից բացել։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Այս մարդիկ գիտակցաբար ազգին տանում են սպանության։ Կարելի ասել հրահրում են ինքնասպանության։ Այո,
Այդ ձայնագրությունը, ասենք, տվյալ մարդը միացրեց ու ես լսել եմ։ Անձամբ ես լսել եմ ինքը, որ խոսել է տվյալ ընկերության հետ։ Պարոն Միքայելյան, ակնհայտ է, որ սա նմանատիպ թվաբանության արկայության պայմաններում իշխանությունը չի կարող տեղյակ չլինել, որքան է ԱԱԾ-ն եւ այլ ստորաբաժանումները ասեն, թե մենք տեղյակ չենք, մենք չենք վերահսկում, մեր իրավասությունների ներքո չէ այդ ամենը։ Հնարավոր չէ նմանատիպ շրջանառություն լինի երկրում եւ իշխանությունը կապ չունենա այդ ամեն ինչի, նույնիսկ եթե համարենք, որ պատահականորեն չեն արել, անգործություն է, չեն նկատել, չեն հասկացել, չեն գիտակցել, չի անցնում այս դեպքում, որովհետև նմանատիպ թիվը խոսում է այլ հետաքրքրությունների մասին։ Հիմա, եթե կոռուպցիայից բացի դիտարկենք իրավիճակը, ինչ այլ ռիսկեր են պարունակում մարդու քաղաքացու պետության համար նմանատիպ ընկերությունների նմանատիպ կարգով աշխատանքը շարունակելու դեպքում։ Ուրեմն ես կառանձնացեմ 3 ընկերություն, կսկսեմ 3 ուղղություն եւ կսկսեմ առաջինից, հա։ Ուրեմն քաղաքացիների մասով, հա, այն որ իրենք աշխատում են, այստեղ խաղերի մանիպուլյացիան։ Ահա որ մեծ է խաղերի մանիպուլյացիան։ Ասենք առաջինը նրանք քաղաքացին երբ որ սկսում է խաղալ, երբ որ ասենք արդար խաղը, ամբողջ աշխարհում, աշխարհի բոլոր երկրներում կա ասենք արդար խաղի սկզբունք։ Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա օրինակ տոկոսային հարաբերությամբ, եթե ինքը ասենք խաղադրույք կատարեց, տոկոսային հարաբերությամբ ինչքանն է իդ գալիս, այստեղ գոյություն չունի նման բան։ Այստեղ քաղաքացին մտնում է այնտեղ, ինչ որ մանր, ինչ որ միտեղ իրանց էջում գրած է, որ ինքը տեղյակ չի, ուղղակի մարդիկ կլանվում են խաղի մեջ գնում։ Մարդը չունի հնարավորություն իմանալու թե խաղի կանոնները, ուղղակի գումար է ծախսում ինքը դրա վրա։ Այսպես ասած, իրանք մարդկանց գցում են մի ճահիճ, շահագրգռում բոնուսներով, որոշակի բոնուսներով, որ հետո մարդն էլ իր կողմից տալիս ասենք որոշակի գումար ու սկսում է գումարը պարտվել։ Հա, այստեղ ես նու կան լուծումներ, որը որ ես նու հետո կասեմ ինչ լուծումներ ենք մենք տեսնում ժամանակի ընթացքում այս ամեն ինչ անել, սա առաջինը։ Երկրորդը, որ քաղաքացիներին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շատ լուրջ վնաս է ու վտանգ է։ Ամենակարևոր հարցը այս ամեն ինչի մեջ, որը ինձ անհանգստացնում է շատ ու շատ ավելի շատ, քան ֆինանսական իրանց չարաշահումները, դա անձնական տվյալների պաշտպանությունն է մեր քաղաքացիների։ Ես այստեղ տեսնում եմ ազգային անվտանգային աղետ։ Ու պատրաստ եմ այս բառի համար պատասխան տալու։ Ինչի համար։ Տեսեք, այս ընկերությունները հավաքագրում են քաղաքացիներից անհամաչափ կենսաչափական տվյալներ։ Իրենք այդ տվյալները իրենց իրավունք են վերապահում տալ իրենց այդ համագործակցող այլ ընկերությունների, ովքեր են այդ ընկերությունները, մենք չգիտենք։ Բացի դրանից, իրենց իրավունք են վերապահում ոստիկանությունից, այստեղ պետության դերն է, ոստիկանությունից կատարել ճշտումներ ու եկենք համակարգից կատարել ճշտումներ, նոր փոփոխություններ միշտ ակտուալ պահեն տվյալ մարդու նկատմամբ հարուցված վարույթները, տվյալ մարդը, ասենք, ինչքան, չգիտեմ, ասենք հարկեր ունի, վարկեր ունի, ինչ որ բան, ասենք այն կարգի տվյալներ են հավաքում, որը որ պետք չի, մարդը մտել է ուղղակի, վերցնենք X մարդը, ով զվարճանք է ուզում տվյալ պահին ապրի, մտնի մի հատ խաղադրույք կատարի այնտեղ դուրս գա, հա, ինքը պետք է այնպիսի տվյալներ տա, ու իրանք իրանց այնքան իրավունք են վերապահում տվյալներ վերցնելու, հա, որ անսահման նման տվյալները երևի մենակ պետությունն է տիրապետում։ Ու այստեղ ներողություն եմ խնդրում, տվյալների արտահոսքի մասով որոշ ընկերություններ ցավալի գրում են մենք պատասխանատվություն չեն կրում։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում. արդյոք արտահոսել են թե ոչ։ Ես ունեցել եմ նաև հանդիպում այս մասով անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ ու ես ուղղակի զարմացած էի նրա պատասխանից։ Ինքն ասում է մենք ընդհանրապես ստուգում չենք իրականացրել այդտեղ, մենք տեղյակ չենք արդյոք այնտեղ ամեն ինչը նորմալ է թե չէ, ոչ մի բանից տեղյակ չենք ու վստահաբար ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, խոսքը վերաբերվում է կենսաչափական տվյալների մասին, որը իրենց ենթադրում է անձի նույնականացում, այսինքն նկար, անձնագիր եւ այլն, մշակվել են օրենքի խիստ խախտումներով։ Ինչպես է այդ ամենը հնարավոր առանց վերադասի լիարժեք հովանավորության։
ինչպես կարող են մասնավոր կազմակերպությունները տվյալներ վերցնել, անձնական բնույթի տվյալներ վերցնել ոստիկանությունից, ինչպես կարող է որևէ վերահսկողական մարմին այս կազմակերպությունների առնչություն չունենալ, եւ արդյոք մարդը գիտակցում է, որ իրանից նմանատիպ ինֆորմացիա են վերցնում եւ այդ ինֆորմացիան ազատորեն կարող է շրջանառել, որովհետեւ մենք լսել ենք դեպքեր, երբ 3-ից 25000 դրամի վճարի պայմաններում որոշ մարդիկ կարող են նաեւ տվյալներ տրամադրել։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ուրեմն անձնական տվյալների մասով քաղաքացիները շատ ժամանակ չեն գիտակցում։ Չեն գիտակցում, որովհետեւ դա այնա, երբ որ մարդը ցիչկա հայերեն չգիտեմ ոնց կլինի, ցիչկա դեմ գաղտնիության պայմաններին նշում է կատարում, որ ծանոթացել է եւ համաձայն է։ Ու շատ դեպքերում մարդիկ գալիս են ինձ իրավիճակ, որ ասում է անելանելի վիճակ է, ես համաձայնվել եմ։ Բայց ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, որ տվյալ համաձայնությունը, որ տվել են իրանք, այդ չի նշանակում, որ իրանք իրավունք ունեն նման բաներ անելու։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր իրավունքները պաշտպանելու, քանի որ անձնական տվյալների պաշտպանություն դա հիմնարար սկզբունք է, որը նաև մեր սահմանադրության մեջ է գրված։ Ոչ մի քաղաքացի, ոչ մի նշումով կամ գրավոր չի կարող հրաժարվի իր անձնական տվյալների պաշտպանությունից։ Դա նույնն է, ոնց որ պարզ օրինակ բերեմ, հանցագործություն գործեմ, ես ասեմ, ես թույլ եմ տալիս, որ ինձ սպանեն, այդ չի նշանակում, որ ինձ սպանողը չի պատժվելու, հա? Դա նույն իրավիճակն է, առանց ոչ մի տարբերության։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս մեր քաղաքացիներին, որ իրանք լինեն շատ ու շատ ավելի զգոն ու նման դեպքերում նշում կատարելուց պարտադիր իմանան։ Վերջին ժամանակներում նույն բանկերի հետ կապված, որ մարդկանց անունով վարկեր են ձևակերպվում, ինչի համար է դա արվում, դա անձնական տվյալները եղել է արտահոսք, ուրիշ ոչ մի բան։ Արտահոսք է եղել։ Մեր քաղաքացիների տվյալները իմիջիալոց մեծա փորձագետ 2022 թվականից տվյալ մարդը բարձրաձայնում է, որ 44 օրյա պատերազմի ժամանակ ուշադրություն 2.5 միլիոն հայի անձնական տվյալների արտահոսք է եղել Հայաստանի Հանրապետությունից։ Մինչ օրս պետությունը ոչ մի բան չի արել։ Ասեմ ավելին, նույն փորձագետը այս տարի մարտ ամսին տալիս է ասուլիս ու ասում է ես Darknet-ից, հա, սև ցանցերից ես գնել եմ 100,000 հայի տվյալ ընդամենը 11000 դրամով։ Հասկանում եք ինչա դարել մեր բոլորի տվյալները։ Ու այս ժամանակ մարդիկ լռում են։ Չէ՞ որ այս տվյալները օգտագործելով վաղ է միսուր նույնիսկ ազգային անվտանգության հարցերի հետ կարող ես զբաղվել։ Պետությունը առաջին հերթին քաղաքացիները պետք է պահանջեն իրենց անձնագրերի փոփոխություն։ Պետությունը պետք է փոփոխի բոլոր քաղաքացիների անձնագրային տվյալները։ Հիմա յուրաքանչյուր մարդ, ով գրանցվել է, երբևիցե գրանցվել է, խաղացել է, կարող է հայցադիմում ներկայացնել եւ պահանջել հաշվետվություն կամ պատասխան իր անձնական տվյալների հետ, ինչ են կատարվել այս տարիների ընթացքում։ Բոլոր քաղաքացիները իրավունք ունեն դա անելու, ասեմ ավելին, եթե կլինեն քաղաքացիներ, որ ցանկություն կունենան նաեւ քաղաքացին ունի նաեւ վնասի փոխհատուցման իրավունք, կարող են դիմել մեր հասարակական կազմակերպությանը, մենք կհավաքագրենք այդ քաղաքացիների տվյալները եւ կփորձենք ընդհանրել, որտեղ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ասում է, եթե տվյալների սուբյեկտը համարում է, որ իր անձնական տվյալները մշակվել են օրենքի խախտմամբ, որը որ փաստ է արդեն, որ եղել է ոչ թե մեկ, այլ մի շարք օրենքների խախտմամբ, եղել է տվյալների մշակումը, իրենք իրավունք ունեն դիմելու եւ ստանալու վնասի փոխհատուցում։ Մի կարճ ուղերձ հեռուստադիտողներին խնդրում, հորդորում, խրախուսում ենք, դիմեք, պահանջեք, որպեսզի ձևավորվի հանրային պահանջատիրություն, որպեսզի վերջապես այս հարցը լուրջ հիմքերի վրա վերանայվի եւ վերջապես արվի այն, ինչը պիտի արվի։ Մարդը եւ դուք եւ ձեր տվյալները պիտի լինեն պաշտպանված։ Գոնե թե խաբեության զոհ, գոնե թե այս առումով չդառնանք, եթե նույնիսկ կորուստը կա արդեն գումարների եւ սրանք անվերադարձ են լինելու, գոնե թե որոշակի փոխհատուցում ստանանք։ Հիմա շարունակենք թեման նորից պետության հովանավորչության գաղափարից ելնելով։ Հնարավոր է, որ սա հովանավորվի ոչ միայն այսպես ենթադրաբար կոռուպցիոն նպատակներով, այլ նաև այս դաշտը օգտագործելու այլ նպատակներով, օրինակ նույն առաջիկա ընտրություններին ընտրակաշառքի ձևավորման կամ շրջանառության կամ այսպես
որոշակի ձևով Միգուցե ոչինչ ես հասկանում եմ ինչ եք ասում, ոչինչ չի բացառվում։ Ես դատախազությանը խնդրել եմ նաև Գյումրիում տեղի ունեցած ընտրություններում, երբ որ խոսակցությունները գնաց, որ ընկերություններից մեկը խաղային հաշիվների վրա բոնուսի տեսքով մարդկանց գումար էր փոխանցել, տվյալ հարցն էլ ուսումնասիրի եւ դա իրավական գնահատական, որտեղ ինքը շատ լուրջ բաց է ու նոր բան է ու մարդիկ հասարակությունը պետքա իմանա թե ինչպես այդ ամեն ինչի հետ աշխատի, այդ ամեն ինչի հետ աշխատի, որտեղ մարդկանց կարող ասեն գումար չտան, որտեղ Գյումրիում կար հասարակության մեջ նման խոսակցություններ, որ ընտրությանը մասնակցելու համար ոչ թե մարդկանց տրվել է գումար, այլ մարդկանց խաղային հաշիվները լիցքավորվել է, մարդը երբ որ լիցքավորվել է բոնուսով, երբ որ մարդը գնացել է ընտրատեղամաս, հաստատվել է նրա ընտրության մասնակցելու փաստը, դրանից հետո տվյալ բոնուսը վերածվել է գումարի, ու գումարը մարդը ասեն կարողացել է տնօրինի ոնց ինքը ուզում է։ Ես խնդրել եմ դատախազությանը մանրակրկիտ ուսումնասիրի այս հարցը ու տվյալ ժամանակահատվածում Գյումրիում նոր օկտատեր էր գրանցված եւ այլն, այդ ամեն ինչի մասին տեղեկություն տրամադրի։ Ես հուսով եմ, ունեմ հույս, որ իրանք այս ամեն ինչը կանեն, քանի որ ուսումնասիրությունները սկսվել նրանց մոտ, ու ես հույս ունեմ, որ նրանք այդ հարցին լուծում կտան եւ ոչ միայն։ Հիմա ռիսկերը ինտերնետային շահումով խաղերի, անձնական տվյալների արտահոսք, որը կարող է ծայրահեղ աստիճանի խնդիրների առաջացնել, կոռուպցիոն ռիսկեր եւ այլ դաշտում ինչ խնդիրներ ունի, եթե շարունակենք ռիսկերի առումով հիմնականն է դա ու ասենք այդ երկու ռիսկերն են, բայց այնտեղ կան փոքր ռիսկեր, նույն խաղերի մանիպուլյացիաները, որ ես ասացի, որ չկա, ասենք այդ արդար խաղի սկզբունքը քաղաքացիների համար։ Եվ մշտական գովազդի չեմ սխալվում, չէ՞, մարդը դուրս է գալի անընդհատ բոնուսեր ինչ որ բան են ուղարկում։ Նման ասենք գովազդը, դա ասենք գովազդի մասին օրենքը չգիտեմ ինչպես է կարգավորում, բայց մարդիկ ստանում են։ Ես ասեմ իմիջայլոց ասեմ այսպեսի բան, SMS-ով ստացած հաղորդագրությունը նույնպես հանդիսանում է գովազդ։ Ես ինքս այդ ընկերություններից մեկում գրանցվել եմ, չեմ տվել ես իմ անձնական տվյալները, իսեր ասա, հասկանալով ոնց ու ինձ 2-3 անգամ ես ստացել եմ SMS հաղորդագրություն, որ վերիֆիկացրեք ձեր անձը եւ դուք կստանաք այսքան բոնուս։ Արդյոք դա գովազդ չէ, գովազդ է, իհարկե գովազդ։ Վերջ-վերջո պիտի հասկանանք։ Այս ոլորտը աշխատում է, այնպես ինչպես ինքը ուզում է։ Սովորական քաղաքացիները ել եմ կրկնում են փոքր ու միջին բիզնեսը կամ մեծ բիզնեսը առավոտից երեկո մարդիկ աշխատում են, որ աշխատողներին տան աշխատավարձ, չգիտեմ, որ այն փոքր կրպակների տերեր կամ շուկաներում աշխատող գյուղացիները հող են մշակում այդ մարդիկ, որ կարողանան ինչ-որ մի բան ստանան, բայց այս մարդիկ անում են այն, ինչ ուզում են, ու պետությունն ասում է, փաստացի պետությունն ասում է, ես ոչ մի բան չեմ կարող, ես չեմ կարողանում վերահսկել։ Հիմա որ պետական մարմիններին եք դիմել, ովքեր են բացասաբար պատասխանել կամ դեռևս օդում կախված է մնացել պատասխանը եւ եթե իրավաբանական կողմը դիտարկենք հայցադիմումներ, ընդհանրապես բողոքներ եւ այլն, իրավաբանական ինչ գործունեություն կա այս կազմակերպությունների հանդեպ։ Ուրեմն ես փորձեմ շտկում մտցեմ ձեր հարցի մեջ, ես տվյալ ոլորտի հետ կապ ունեցող բոլոր պետական գերատեսչությունների հետ ունեցել եմ կապ։ Ու իմ կապը եղել է երկար, նամակագրությունն էլ երկար բոլորի հետ, ընդհանուր եթե հաշվենք մոտավորապես մոտ մի 120-130 թիրախային հարցեր է ուղղվել տարբեր գերատեսչությունների, դրանք են պետական եկամուտների կոմիտեն, ֆինանսների նախարարություն, կառավարություն, ազգային անվտանգության ծառայություն եւ կենտրոնական բանկ։ Ու այս բոլոր պետական կառույցներից ստացած պատասխանների վրա ինձ մոտ նախապատրաստվել է մոտ 200 էջից բաղկացած փաթեթ, որ ես ներկայացրել եմ դատախազություն իրավական գնահատական ստանալու համար շատ հարցերի, որոնք վնասում են պետական եւ հանրային շահը։ Ինչ պատասխան կա միջև մինչ այսօր պատասխանն է, որ դատախազությունը սկսել է ուսումնասիրություններ։ Երբ կլինի պատասխանը, արդյոք կհարուցեն քրեական գործ, ինչ մասով կհարուցեն գործ, ուսումնասիրությունները ինչ արդյունքներ կտան, դրա մասին ես դեռ տեղեկություն չունեմ, բայց այս ամեն ինչը աշխատում է, այս ոլորտները աշխատում են ի վնաս
պետության ու ի վնաս հասարակության։ Ես նրանց օգտակար գործողության գործատիցը չեմ տեսնում։ Պարզ ասեմ ինչի համար։ Տեսեք, զուտ թվերով։ Ուրեմն յուրաքանչյուր ընկերություն իր շահույթից վճարում է պետությանը շահութահարկ։ Հա, դա համարվում է իր գեներացրած շահույթը։ Այս ընկերությունների վճարած շահութահարկը կազմում է իրենց ամբողջ շրջանառության 0.11%-ը։ Հասկանում եք ինչ է սա։ Մյուսները, եթե չեմ սխալվում, 20% են, չէ՞, շահույթը։ Չէ, 20% շահույթի 20%-ը։ Իրանց մոտ շահույթը վերջում այնքան քիչ է մնում, այնքան քիչ է մնում։ Եթե ջեկպոտեր տան իրենց յուրայիններին եւ այդ ջեկպոտերները միանշանակ այստեղ կա մի շատ հետաքրքիր բան, որ օրենքը այսպեսի բան է ասում, որ նրանք պարտավորվում են ընդունած խաղադրույքների ամենակիչը 90%-ը խաղերի մասնակիցներին վերադարձնել որպես շահույթ։ Պետությունը օրենքով դա սահմանվում է, որ 90%-ը ամենակիչը։ Այս մարդիկ իրոք գտնվում են շատ առատաձեռն ու ավելի են վճարում, քան վճարում են 98.12%-ը։ Ասենք տպավորությունը, որ պետքա հասարակությունը նորից փոխհավաքի իրանց տա, որ իրանք կարողանան իրանց աշխատողներին տան, չգիտեմ, աշխատավարձ, հա։ Ասենք ընդամենը 1.7, 1.8% շահութաբերությամբ աշխատում են այն դեպքում, երբ որ օրենքը հստակ ասում է, որ դու կարող ես 10% ունենալ շահույթ այս գործի մեջ։ Ասենք ոնց է լինում այս ամեն ինչը, բայց ընդհանուր առմամբ հասարակությունը, այն մարդիկ խոցելի խավը ինքը միշտ պարտված է։ Ես չգիտեմ մեկին, չեմ լսել մեկին, որ այդ մարդն ասի, ես ինչ որ մի ժամանակ հաղթել եմ, թեկուզ մի, չգիտեմ, 5 միլիոն կամ 10 միլիոն կամ 20 միլիոն դրամ։ Բայց այստեղ խոսքը մի քանի 100 միլիոններով մարդիկ ամեն օր շահում են։ Ամեն օր շահում են։ Խնդիրը սրանում է։ Պետական բոլոր ատյանները տեղյակ են խնդրից։ Գիտակցում են, որ մատնված է խնդիրը անտեսման, անգործության, բայց ակտիվ գործունեություն եւ ոչ պահանջարկ կա ձևավորվում, ոչ ընդհանրապես որևէ գործողություն չի տեղի ունենում, գոնե թե լուսաբանման։ Արդյոք պետական բոլոր ընկերությունները, կառույցները տեղյակ են, թե չէ, ես դրանից տեղյակ չեմ, բայց այն պատկան մարմինները, ովքեր որ զբաղվում են, բնականաբար իրենք տեղյակ են, ու այստեղ այնպես չի, որ օրինակ Պետեկամուտների կոմիտեն որոշի, որ ինքը չի կարողանում հստի։ Այս ամեն ինչը գալիս է իշխանության վերևից, իշխող կուսակցությունից։ Նրանց հովանավորյալներն են, մի մասը, օրինակ, այդ ընկերություններից մեկում աշխատել է ժամանակին վարչապետի աղջիկը, ասենք, հա, աշխատել է, ստացել է աշխատավարձ, այն մյուսը, ասենք, շատ ջերմ հարաբերություններ ունի կառավարության, ազգային ժողովի նախագահի հետ ու կառավարության անդամների հետ, ու ժամանակին ինքը նաև ֆինանսավորել է, ասենք, իշխանափոխությունը Հայաստանում, ասենք, շատ բաներ կան, որ նայում ես ու ինչի համար այս մարդիկ պետքա վերահսկեն իրենց։ Ու այս դեպքում տուժվում է բացառապես հասարակությունը, ուրիշ ոչինչ չէ։ Դրա համար բոլորը, եթե ուզում են ամեն ինչը լինի ճիշտ, բոլորը պետք է աշխատեն ճիշտ։ Ճիշտ աշխատելու տարբերակները, եկեք շատ կարճ, որովհետև հիմա կասեն, որ մենք չենք պատկերացնում սա է տարբերակը, դեռ պիտի մտածենք ինչ կարելի անել իրավիճակը փոխելու համար։ Եթե դուք տիրապետում եք ինֆորմացիայի, կարճ բանաձևային մոտեցումներ, ինչ պետք է անել, որպեսզի աշխատել օրենքի շրջանակում եւ որպեսզի իրապես շահույթը արդար սկզբունքով հասնի խաղացողին, պետությունն էլ հարկի այնքան, ինչքան որ պիտի հարկվի այդ կազմակերպությունը։ Ասեմ ձեզ, առաջին հերթին պետք է ուսումնասիրություններ կատարվի, ասենք ճիշտ օրենսդրական փոփոխություններ անելու համար պետք է ուսումնասիրություն կատարվի ներքին շուկայում ինչա կատարվում ու ասենք երկրներում որտեղ այդ փորձը արդեն կայացած է, այնտեղ ինչա կատարվում, բայց այն ինչ որ տեսնում ես, հա, կա տարբերակ ամենաառաջին, ասենք փակելու։ Այդ ինքը ասենք ռիսկային, ասենք մասնակիցները ավելի լավ կարող են խոսել, որտեղ կարող է այդ դեպքում շատ մեծ գումար Հայաստանից արտահոսի, ասենք դուրս միանգամից։ Դա ասենք տարբերակ 1։ Երկրորդը տարբերակ որ տվյալ էփերը աշխատեն որոշակի ժամանակ։ Օրինակ օրվա ընթացքում 2 ժամ կամ 3 ժամ։ Ընդամենը, որ մարդը հնարավորություն չունենա իր աշխատատեղում ինքը խաղալու այդ ամեն ինչը։ Օրը ցերեկով աշխատելու, որտեվ եթե մենք խոսում ենք մեր սահմանում կանգնած զինվորներին, որ եղել են դեպքեր, ես լսել եմ նույնիսկ որ զինվորները էլի
խաղացել են, որ այս նոր օրենքով, որը որ պետք է մտներ ուժի մեջ, որը ցավոք չի մտնում դեռ, որ պետք է արգելվեր ուժային կառույցներում աշխատողների մուտքը նման կայքեր, հա, որ այդ մարդիկ չխաղան, կամ ասենք ոստիկանը, կամ նույնը ես, մյուսը, դուք աշխատանքի վայրում, մենք բոլորս աշխատանքի վայրում ենք գտնվում աշխատելու համար։ Մեր գործատուն մեզ չի վճարելու, կամ մենք մեր աշխատողներին չենք վճարելու նրա համար, որ տվյալ մարդը աշխատատեղում գտնվելու ընթացքում ինչ որ ինտերնետ շահումով խաղում է, որտեղ պարտվելու դեպքում նրա տրամադրությունը ընկնելու է ու օգտակար գործողության գործածից նվազելու է։ Այստեղ գալիս է նաև, ասենք, տնտեսական էֆեկտը, որը որ իջնելու է ներքև։ Դրա համար ժամային սահմանափակում ես տեսնում եմ շատ օպտիմալ տարբերակ։ Բացի դրանից, ասենք, հա, կա նաև երրորդ տարբերակ, որ մարդիկ ունենան որոշակի սահմանված, ասենք Գերմանիայի օրինակն է դա, ասենք X գումար, որ դու դրանից ավել իրավունք չունես դնելու։ Իսեր Աստծո, եթե մարդը ֆուտբոլի սիրահար է կամ ինչ որ մի խաղի սիրահար է, ինքը կարա մտնի ու խաղադրույք կատարի կամ ինչ որ մի խաղով ինքը խաղա, զվարճանա, իր ադրենալին ունի, այդ ադրենալինը դուրս տա, կարա ինքը անի, բայց լինի ինչ որ X գումար, փոքր գումար, օրինակ ամսվա ընթացքում 20 կամ 30,000 դրամ, ինչքան է նվազագույն աշխատավարձը դրա կեսի չափով։ Այդ մարդը իրավունք ունի այդքան դնելու, բայց դրանից ոչ ավել։ Դրանից ավել դնելու դեպքում մարդը թող ապացուցի, որ իր եկամուտները շատ ու շատ ավելի բարձր են, նոր իրավունք ունենա նման բան անելու։ Սա ասենք երրորդ տարբերակ ու նման տարբերակներ շատ կարելի է թվարկել։ Շատ կարելի է թվարկել։ Այս ամեն ինչը ուղղակի 1 օրվա, 2 օրվա լուծելու հարց չի, պետք է հասկանալ աշխարհի տարբեր երկրների կայացած փորձը, որտեղ ինչից հետո ինչ բերեց, հա, չհնարել նոր հեծանիվ, միանգամից ներդնել մի այնպիսի բան, որը կաշխատի։ Որտեղ մեր երկիրը, ես չեմ ուզում Հայաստանը ամբողջ աշխարհում դիտարկվի մի այնպիսի երկիր, որտեղ կարա նույն թմրանյութի տրանզիտ որպես երկիր հանդիսանա, որտեղ հանդիսանա, ասենք, ահաբեկչության պայքարի կամ փողերի լվացման ռիսկի երկիր, հա, որտեղ մենք այս իշխանությունները այսօր կան, իրանք վաղը հաստատ չկան։ Բայց մենք ապրելու ենք այն սերնդին, որը դեռ ապագա պիտի ունենա, որ կարելի է ամբողջ գումարը աշխատել եւ վատնել շահումով խաղերի վրա։ Ոչինչ մենք չենք սովորեցնում իրանց։ Ես ասեմ ավելի նույն ծրագրավորողները նույն կրթության նորաձևության շրջանակում ենք։ Դիտեք, կրթությունը կարա նորաձև լինի, բայց ասենք այդ կրթողը պետք է դաստիարակություն ունենա։ Ախր կրթված լինելն ու անդաստիարակ լինելը դրանք լրիվ տարբեր բաներ են, ասենք, հա, ու կրթությունը ոչ թե նորաձև, այլ անհրաժեշտություն է։ Այդ մարդկանց համար նորա դառնում նորաձև, հա, ինքը շատերի համար եղել է անհրաժեշտություն, մարդիկ կրթվել են, կրթվում են ու կրթվելու են։ Այնպես չի, որ իրանց ասելով ես, դուք կամ մյուսները, ասենք, կրթվելու են, չէ։ Եթե իրանց համար դա նոր է, իսեր ասենք, նորաձև է, շորա, թող հագնեն, գցեն, բայց ես ասում եմ, կրթությունը դա անհրաժեշտություն է, որ մարդիկ պետքա կրթվեն։ Բարձր ամբիոններից խոսում են, ասում են, ձեր ուղեղում է աղքատությունը, դուրս հանեք։ Ինչ ուղեղի աղքատության մասին է խոսքը, եթե քո բնակչության կեսից ավելին խաղամոլությամբ է տարված կամ մխրճվել է այդ խնդրի մեջ եւ չի կարողանում դուրս գալ եւ դու խրախուսում ես, որպեսզի այդ խնդիրը լուծում չստանա, մարդը մնա խաղերի մեջ, նրան այլ որևէ բան չհետաքրքրի, ինչ քաղաքական, պետական, ազգային շահեր հետաքրքրություններ, եթե մարդը գումար է կորցրել, հիմա պիտի տուն գումար տանի, ոչ մի բան չունի որ տանի, ինչ տանի։ Եվ այս տեմպերով մենք ուզում ենք պետություն պահել, երկիր պահել, ինչ որ ապագա ունենալ, ինչ ապագա։ Մենք ուզում ենք, իրենք չեն ուզում։ Տարբերությունը դրանում է կայանում։ Իրենք ամեն ինչ անում են հասարակության այն խավը, որ թեկուս ունի 1, 2, 3 հնարավորություն ապրելու, որ իր վերջին լումանել ներդնի ու այդ մարդը չունենա։ Մարդկանց, դիտեք, կա մի այսպիսի բան, աշխարհի շատ երկրներում կա այսպիսի բան, որ մարդիկ չըմբոստանան, պետքա դու իրանց առաջ դնես խնդիրներ, խնդիրներ։ Երբ որ մարդիկ պարտված են, երբ որ այդ մարդը մտածում է առավոտից գիշեր որտեղից գումար հայթայթի տանի իր տուն, ինքը կարող է փողոցել դուրս չգա, որտեղ ինքը գիտի իր երեխան կարա սոված լինի։ Ստեղծվում է այդ խնդիրը նույնը թմրամոլության մասով է։ Ստեղծում են այդ խնդիրները, մարդիկ տարվում են իրենց առօրյա խնդիրներով, մոռանալով պետության ու պետականության մասին։ Բայց առաջին հերթին ամենակարևոր խնդիրը դա պետությունն ու պետականությունն է։ Այն իշխանությունն է, որը ստեղծել է այդ խնդիրը, այդ խնդրը, որտեղ մենք միշտ սովորել ենք մի այսպիսի բան։ Եթե չփոխվեց հենց այս իշխանության վերջին 7 տարիների ընթացքում, չէ՞։ Միանշանակ 2018 թվականին եղել է, ասես կասեմ, եղել է ընդամենը 0.3
0.3 տրիլիոն, իսկ 24 թվականին դարձել է 7.1 տրիլիոն։ Պարոն Միքայելյան, ես տեսնում եմ թվական։ եք։ Եթե կան վիճակագրական խոսուն այլ տվյալներ, որոնց ես չանդրադարձա թեման չվերծանեցինք այդքան, ես խնդրում եմ ներկայացնել, որովհետև թերևս բնակչությանը, ժողովրդին թվերը միգուցե հավաստի թվերը կարող են հետաքրքրել եւ վերջապես մտածելու առիթ դառնալ գոնե թե հասկանալու ինչ խնդրի հետ են իրականում նրանք բախվել։ Տեսեք, վիճակագրություն, այս մասով վիճակագրություն պետությունը չի վարել, հա, ես տեղյակ չեմ նման վիճակագրության, որը պետության կողմից արվել է կամ պետական ինչ-որ մի կառույցի կողմից արվել է, բայց մի բան, որ ես խորհուրդ կտամ քաղաքացիներին, ես կասեմ պարզ հետևել, մի խաղացեք։ Հաղթելու հնարավորություն ուղղակի չկա։ Հաղթելու հնարավորություն ուղղակի չկա։ Ասենք հնարավոր է ինչ որ մեկի բախտը ինչ որ մի ժամանակ բերի, բայց երբ որ այդ մարդը նայ ժամանակի ընթացքում թե ինքը ինչքան է պարտվել, հա, հաստատ էլի ինքը պարտված է։ Այստեղ սովորական քաղաքացին ինքը չի հաղթելու։ Հաղթելու է այն մարդը, ում ինտերնետ շահումով խաղերն ուզում է որ հաղթի։ Ուղղակի իրանք կարող են ունենան որոշակի XY շահում, որ ասեն, գիտեք ինչ ամեն ինչը արդարը կարող է նորից բախտը սպերի, բայց այդ ամեն ինչը ուղղակի զուտ մոլուցքներ են, որով պետք չի տառապել, պետք է ուղղակի աշխատել, ապրել, որտեվ այլ տարբերակ չկա։ Մինչդեռ խաղի այսպես տերերը, կազմակերպիչները որքան հմուտ եւ սրամիտ են, որ նույնիսկ այդպիսի արդյունավետություն են ցույց տալի թվերով, թե որքան են նրանք վերադարձնում բնակչությանը այդ գումարներից եւ իրենք կարելի է մտածել, որ ուղղակի թվով կարող եմ ասել, տեսեք, ես հստակ թվերով կարող եմ ասել։ Թող քաղաքացիները լսան, օրինակ 2018-ից մինչև հիմա մինչև 24 թվականի դեկտեմբեր ըստ պետ եկամուտների կոմիտեի քաղաքացիներին որպես շահում վճարվել է 26 տրիլիոն 75 միլիարդ 473 միլիոն 431 հազար 870 դրամ 26 տրիլիոն սա գիտեք սա կազմում է յուրաքանչյուր ժամը 2 միլիոն դոլար Հայաստանում մարդիկ ստացել են շահում։ Ուր են այդ մարդիկ։ Ազգ ենք, բոլորս ուր են այդ մարդիկ։ Անհավանական բան է։ Չկա։ Դրա համար, երբ որ այս իշխանությունները խոսում են կոռուպցիայից, այս 5 տարվա մեջ իրանք այնքան են արել։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Իրանք ուղղակի չեն կարողանում ապացուցեն այն, ինչ իրանք մինչ օրս ասել են։ Բայց այստեղ ես ներկայացնում եմ փաստերով եւ խնդրել եմ էլի դատախազությանը տալ պատասխան։ Օրինակ հենց այս պահին նայում ենք եւ համացանցում հանդիպում ենք, նվիրում ենք 25000 free spin, հենց հիմա քո հաշվին կարող ես շահել։ Գովազդա։ Թող գործակալությունը, տվյալ գործակալությունը զբաղվի սրանով։ Թող զբաղվի գովազդա։ Շատ կուզեմ ասեմ սկրինշոթը ունենամ ես սրա իմ գործերի համար, հետո դրանից հետո ես կփորձեմ մոտնտես տալ, ասեմ գովազդա, փաստ գովազդա։ Իրանք իրավունք չունեն գովազդ անելու։ Խաղային գործունեության հետ կապված յուրաքանչյուր գործունեության գովազդը Հայաստանի Հանրապետությունում արգելված է բացառապես 4-5 աստղանի հյուրանոցներում, Զվարթնոց օդանավակայանում եւ եթե չեմ սխալվում, իրենց բաներում, հավելվածներում։ Մնացած բոլոր տեղերում այդ ամեն ինչը արգելված է։ Ես ուզում եմ ուղղակի մեր զրույցի ավարտին հասկանում եմ, որ ծանր թեմա է, կարող ենք երկար խոսել, բայց զրույցը ավարտենք եւ ուզում եմ հեռուստադիտողներին պարզապես ասել, որ մենք չենք արդարացնում որևէ նախկին ներկա իշխանությանը, որ կոռուպցիան սա քիչ է արել, սա շատ է արել, ոչ։ Կոռուպցիան բոլոր դեպքերում շատ վատ է, բայց այն ինչ որ արվում է այսօրվա դրությամբ, ուղղակի խեղաթյուրելով մի ամբողջ ազգաբնակչության հոգեբանությունը եւ աղքատության մատնելով նրանց, սա ուղղակի անհանդուրժելի է այլևս եւ այս հարցը պիտի լուծում ստանա եւ ես ակնկալում եմ բոլոր պատասխանատու այցյանների եւ հետաքրքրված շահագրգիռ մարմինների ակտիվ գործունեությունը ընդդեմ այս խնդրի։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ հրաժարակից տեսություն։